Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ այսօր գալու համար։ Նախ խոսենք Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին, դուք ինչ տեղեկություններ ունեք, փաստաբանները նրա հայտարարությամբ էին հանդես եկել, որ նա ցանկանում է, որպեսզի բուժումը անցկացվի Իզմիրլյան բժշկական կենտրոնում, քանի որ վիրահատություն անցկացվում Իզմիրլյան բժշկական կենտրոնում, քանի որ ինքը այնտեղ է բուժօգնություն ստացել եւ բացի այդ իր հաշվին է ուզում, որ իրականացվի այդ հարցը դուք բարձրացրել էիք, որ առողջական խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի անհապաղ, արտադատության նախարարն ասում էր, որ որևէ ձգձգվող հանգամանքներ չկան, նոր են ստացել դիմումը նրա կողմից եւ ընթացք կտրվի։ Հիմա որ փուլում է, դուք ինչ տեղեկություն ունեք։ Ահա բացահայտվեց այն սուտը, որ պատշաճ դիմում չի ներկայացվել, շատ էլ պատշաճ է դիմումը ներկայացվել եւ այդ դիմումը ներկայացվել է, եթե չեմ սխալվում, հոկտեմբեր ամսից։ Այսինքն հոկտեմբեր, նոյեմբեր, արդեն դեկտեմբեր ամսվա վերջն է եւ ինչ նշանակում նոր է ներկայացվել։ Իրենք նորը համարում են հոկտեմբեր ամիսը, ասենք շուրջ արդեն 3 ամիսը կլարանա, որ դիմումը գրվել եւ այդ դիմումը գրվել է շատ էլ պատշաճ է գրվել այդ դիմումը, այդտեղ շատ բարդ բան չկա։ Փաստաբանները խնդրել են այն պոակին, որ պատասխանատու է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջական վիճակի հետ կապված դիմում են գրել, որ վիրահատությունը տեղի ունենա եւ դիմումի մեջ էլ պարզ սև սպիտակով գրված է, որ խնդրում են, որ այդ բուժումը իրականացվի Իզմիրյան բժշկական կենտրոնում իր բուժող բժշկի մոտ։ Ես հիշեցնեմ ձեզ, որ անազատության մեջ գտնվող անձիկ իրավունք ունեն նման դիմումով հանդես գալ։ Հարցի այլ կողմը կա, ինչի համար են ձգձգում, դա ունի մեկ պատճառ։ Եթե Միքայել Սրբազանի տեղը լիներ մեկ ուրիշ կալանավոր, միգուցե եւ շատ էլ ուրախ կլինեին, որ այդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը բուժվի իր միջոցների հաշվին, այսինքն պետությանը հավելյալ, այսպես ասած, ծանրաբեռնվածություն չլինի, բայց Միքայել Սրբազանի պարագայում, ինչպես իր գործի հետ կապված, այսպես ամբողջ այս ֆարսը, որ կա, նույնն էլ նաեւ իր դիմումի հետ կապվածը փորձում են մեր հայրենակիցներին ապատեղեկացնել, թե ապատեղեկատվություն տարածել, թե իբր պատշաճ ձևի չի գրվել, բան ես նաեւ այդ նիստի ժամանակ էլ ասի, որ պատշաճը ընդհանրապես բյուրոկրատական քաշքշուկ հնարավորինս ձգձգել երկարացնել, բայց մենք նախադեպ ունենք, երբ այդ ոչ կոմպետենտ լինելու կամ ընդդիմադիր գործիչի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չսահմանելու եւ իր առողջական վիճակին ուրեմն տեղ չկանգնելու արդյունքում մենք ուրեմն դատարանի դահլիճում ունենք օրինակը եւ Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում ցավոք սրտի մահացավ եւ դրանից հետո պիտի ազդակ լիներ սրանց համար, որ նման վարքագիծ չդրսևորեն։ Այս ամեն շատ պարզ է, բայց սրանք ամեն կերպ քիչ չի, այս մարդուն տարել են անազատության մեջ են պահում, ԿԿԲ պատվալում են պահում Սրբազան հայրերին, մի հատ էլ այդ մարդկանց առողջական վիճակով պատշաճ ուրեմն իրենց գործը չեն անում։ Սա ինչ է նշանակում, երկու վարկած կարա լինի։ Իրանք այս ամեն ինչը անում են շատ լավ գիտակցելով դրա հետևանքները, կամ այս մարդիկ իրանց տեղում չեն եւ չեն հասկանում գործի լրջությունն ու գործի կարեւորությունը։ Այսինքն այնպեսի բարդ խնդիր է, որ կարող է անդառնալ հետևանքներ ունենալ։ Եթե վիրահատության կարիք կա, տեսեք, անձը ունի վիրահատության կարիք։ Այդ վիրահատությունը արձանագրվել է, որ մարդը պիտի վիրահատվի քրեակատարողական հիմնարկ պոակի այդ կողմից, այսինքն հենց չի որ առավոտը քնից հելել է Սրբազանը, ասի չէ, ինձ պիտի վիրահատության ենթարկվի։ Եթե մարդը վիրահատության ենթարկվում, ունի առողջական խնդիրներ, ինչ պիտի արվի։ Զբաղվեն այդ մարդու առողջական վիճակով։ Ընդհանրապես թույլատրություն տան մարդը իր միջոցներով, իր բուժող բժշկի մոտ, այդտեղ բարդ բան չկա։ Եվ այս կրկնում ամբողջ պատասխանատվությունը իրանց տիրույթում է։ Իրենք մեկ օրվա մեջ այդ հարցը կարող են լուծել։ Մեկ ժամվա մեջ կարող են այդ հարցը լուծել։ Ոչ թե ամիսներ շարունակ ձգձգվի, հետո ունենանք անդառնալի հետևանքներ։ Ով ասում, որ ամեն հաջորդ օրը չի կարող ավելի վատ անդրադառնա, եթե մարդ ունի վիրահատության կարիք։
Դա այնքան պարզ է, որ չգիտեմ, այլ մեկնաբանության ինձ թվում է կարիք էլ չկա։ Հարցի ես պատասխանատվության տիրույթում է, իրենք են պատասխանատու մեղավորը եւ վաղը մյուս օր այս նաեւ իր առողջական վիճակի վատ թարացման ամբողջ մեղավորությունն ու պատասխանատվությունը իրենց վրա է։ Երեք տեղեկություն եղավ, որ Աշոտ Սրբազանի ընտանիքի անդամներին են հարցաքննության կանչել, որոշ իրեր են առգրավել իրենց մոտից, նույնիսկ հեռախոս։ Մի խոսքով, այս ամեն ինչի ինչ նպատակ ունի դուք։ Աննախադեպ ճնշումների են ենթարկվում բոլոր այն մարդիկ, որոնք որ չեն միանում տիրադավներին եւ հերձվածներին, սա հայ ռակելական Սուրբ եկեղեցու նկատմամբ էլի ճնշման դրսևորում է, այս մարդիկ պարզ ասում են, այն մարդիկ, որոնք որ մեր հրահանգները չեն կատարի, այն մարդիկ, որոնք որ չեն միանա եկեղեցու դեմ արշավին, այդ մարդկանց նկատմամբ քրեական գործը պատրաստ է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որը որ դեմ է խոսել իշխանություններին, քննադատական խոսք ունեցել, այդ մարդը կշիռ ունի, այդ մարդուն կամ չքաշքշեն, կամ չտանեն քրեակատարողական հիմնարկ, եւ սա դրա շարունակությունն է։ Իրենք սա նաեւ ուզում են անել նրա համար, որ մնացածին ցույց տան, որ եթե իրենք այդ հորդորներին չտրվեն, ապա իրենք կհայտնվեն անազատության մեջ եւ իրենք կհամալեն 4-րդը կլինեն, 5-րդը կլինեն, 15-րդը կլինեն, ասենք Կարծում եք նոր կալանավորումներ է սպասվում Սրբազանների։ Դե կարծում եք որն է մենք այդ Որովհետեւ մի քանի անուններ շրջանառվում են։ Ամենօրյա Նաև ռեժիմով, կաթողիկոսներ։ դե ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք այդ հալածանքները, այդ ամբողջ այդ պետական համակարգի ներգործությունը հայրաքելական Սուրբ եկեղեցու թե հետևորդների, թե Բարձրաստիճան հոգևոր դասի, թե քահանայաց դասի ԱԱՑ-ն հորդորում, ասում է դե հորդորում ենք։ Փաշինյան Նիկոլը հորդորում է ԱԱՑ-ին, ԱԱՑ-ն էլ գնում է հորդորում է։ Ասած խնդրում են։ Դե խնդրում ենք, ինչ նշանակում խնդրում ենք։ Ինքը այդ գործառույթ ունի ԱԱՑ-ին խնդրելու։ Կարող է խնդրի մի ուրիշ բան էլ անեն։ Այսինքն եթե այդ նախադասության մեջ կա այդ խնդրանք բառը, ուրեմն կարա այդ խնդրանքից հետո ինչ ուզես անի, հա։ Ասի խնդրել եմ դե խնդրել եմ, խնդրել բառը կա մեջ, չէ՞։ Այդ որ ռուսերեն ասած ключевой բառը խնդրելն է, այդ չէ խնդիրը։ Խնդիրն է, որ այդ մարդը վերազանցելով իր լիազորությունները հրահանգներ է իջեցնում այն գերատեսչությանը, որը որ պիտի զբաղվի ազգային անվտանգությամբ։ Պատարակում կաթողիկոսյանը զեղչելը ազգային անվտանգության հարց է, Արցախյանը զեղչելը ազգային անվտանգության հարց է, քահանաներին ճշում ենթարկել ազգային անվտանգության հարց է, եկեղեցի մուտք գործելը եւ այդքան ուժայիններով բանով մտնելը եւ ուրեմն մեր հավատավոր ժողովրդին քաստինգ են անում, ով կարա մտնի եկեղեցի, ով չկարա մտնի եկեղեցի։ Դա ԱԱՑ-ի խնդիրը, դա ուժայինների խնդիրը։ 1000 ու մի հատ խնդրեմ կա այս երկրում։ Բայց վհուկների որսով է զբաղված այս մարդը։ Հիմա էլ իր ցենց վառ երևակայությունը քնում հելնում ասում է բանա։ Մի հատ պիտի դրոշ տեղադրենք, մի հատ պիտի, չգիտեմ, օրներ կհնչենք։ Կաթողիկոսի տեղապահ նշանակենք։ Կաթողիկոսի տեղապահ նշանակենք։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Սա բռնաճնշում է։ Ուրիշ բան չի կարող լինել։ Ես Միքայել Սրբազանի հետ որ հանդիպում եմ, Միքայել Սրբազանը շատ հետաքրքիր բան ասեց, թուրքական օկուպացիայի ժամանակ անգամ նման բան չի եղել։ Քազիմ Կարաբեքիր Փաշան երբ մտել է ուրեմն Գյումրի, եկեղեցու զանգերը անգամ այդ ժամանակ ղողանջել են։ Անգամ այդ ժամանակ եկեղեցու զանգերը ղողանջել են։ Եվ ժամերգությունն է տեղի ունեցել։ Կիրակի օրը առաջի անգամ ժամերգություն չի տեղի ունեցել։ Զանգերը չեն ղողանջել։ 88 թվականի երկրաշարժի ժամանակ Սրբազանը ասում է. առաջի գործը գյումրեցիների դա նա է եղել, որ զանգատունը որ քանդվել է, ավիրվել է, այդ զանգերը կախեն եւ զանգերը հնչեցնեն։ Արդարադատության նախարարն ասում է, երբ որ այս բողոքները ներկայացնում եք, նախապատմություններ ներկայացրեք, չէ՞ որ ամբողջ թեմը Շիրակի ասում էր, որ իրենք պատարակ չեն մատուցելու, չեն թույլ տալու։ Դրա համար էլ ասում է, այս ամեն ինչը եղավ։ Պատարակ, ոչ թե պատարակ չեն մատուցելու։ Փաշինյանի ներկայությամբ, որտեղ պետք է զեղչվեր Կաթողիկոսի անունը։ Դրա համար էլ նման միջոցների են գնացել։ Ստիպում է մարդկանց, որպեսզի ուրեմն պատարակը ձևափոխեն իր սրտի պատարակը անցկացնեն։ Ինչ պիտի ասեն հոգևորականները։ Ասում են Միքայել Սրբազանի անունը մի տվեք, այդ մարդը Շիրակի թեմի առաջնորդն է։
ասում են կաթողիկոսի անունը մի տվեք, վեհապար հայրապետի անունը մի տվեք։ Ինչ պետք է ասեն այդ մարդիկ, որոնք որ ուրեմն ուխտ են կնքել։ Ինչ պետք է ասեն այդ մարդիկ։ Հոգևորականներն ինչ պետք է ասեն։ Ասեն մենք մեր կանոնակարգը խախտենք, ինչ ուզում ես այդ հնչեցնենք, ասենք քո անունը հնչեցնենք, ինչ Նիկոլյանը պետք է հնչեցնեին, թե իր աշխատակազմի ղեկավարի, թե այլ անձանց անուններ պետք է հնչեցնեին պատարագի ժամանակ, սուրբ եւ անմահ բանա, մարդը ես ամիսներ առաջ էլ ազգային ժողովում ասեցի, ասի երբ որ Նիկոլ Փաշինյանը որոշի, որ պետք է գնա եկեղեցի եւ դառնա մոլի հավատացյալ, ճակերտավոր դուք բոլորդ գնալու եք ցնկաչոք աղոթեք, անգամ աթեիստներով, որ մերժում եք եկեղեցին, ասում եք եկեղեցին չուլանա, այս այնա, եւ մենք տեսնում ենք այդ շրջիկ ուրեմն խումբը, որը որ ամենտեղ իդեպ նաև վարչական ռեսուրսի չարաշահմամբ, թիմերի հրահանգներով, հրահանգներ իջեցնելով, որ գան անպայման մասնակցեն ուրեմն պատարագի։ Օրինակ Ալեն Սիմոնյանը բեմադրության էլ դա պատարագ չի, իրենց բեմադրությանը մասնակցեն։ Եւ անգամ եկեղեցում երկիչ չեն կարողացել գտնել, որ երկի մոմավաճառը անգամ չի հանդուրժել, որ այդ սրբապղծությունը տեղի ունենա։ Եվ ինչ որ մեկի միտեղից բռնելով բերելով, այդ էլ է կանոնի խախտում, հասկանում եք։ Այդ թեմը ինքը պետք է որոշի, թույլ է տալիս ինչ որ մեկին գա է պատարակ մատուցի, թե չէ։ Այդ էլ են, այդ կարգն էլ են խախտում։ Ասում են ինձ հրավիրել են, Նարեկ Սրբազանն էլ ասես տենց բան չի եղել, ամիսներ առաջ եղել է մինչև այս հերձվածությունն ու տիրադավությունն ու այս ամբողջ process-ները, նման խոսակցություն եղել է, բայց իրենց անմիջապես բան չեն։ Մի հատ է դուրս են գալիս, ասում են մենք Միքայել Սրբազանին ինչ որ բան կար, չէ՞, մի հատ տիրադավ կար, խոսում էր, ասում մենք Միքայել Սրբազանին ասում է շատ ենք ասում է հարգում։ Բա շատ էս հարգում, այդ հարգանքը տենց է դրսևորում։ Քո եղբայրը այսօր ԱԱԾ մեկուսարանում առողջական լուրջ խնդիրներով եւ այս ոչ բարով իշխանությունները տալել են այդ մարդուն, չգիտեմ ինչ օրն են գցում։ Հիմա օրինակ Ալեն Սիմոնյանը առաջարկում է, որ մյուս պատարագը, որը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ է լինելու եւ պետք է զեղչվի կաթողիկոսի անունը, դա հենց լինի Մայրաթոռում։ Դուք հնարավոր համարում եք, որ Մայրաթոռ գնա, այսինքն այս ամեն ինչը նպատակ ունի անդադ այդ լարվածությունը բորբոքել հոգեվորականների մեջ, այդ պարակտումը խորացնել։ Եվ ինչ պետք է արվի մշտական կարևոր հարցը, որը միշտ տրվում է, որովհետև նրանք իրենց ծրագրերը պլանավորած իրականացնում են եւ ընդդիմությունը ակամայից դե այդ պատարակները թեկուզ ընդդիմությունն էլ արձագանքում է Գյումրին տոտալ ձախողում է, սա խայտարակություն է, իրենք գլխիկորեն Գյումրիից հեռացել, սա համարել հաջողություն։ Ես դժվարանում եմ դա հաջողություն համար, եթե դա հաջողություն է, մաղթում եմ բոլոր թեմերում տենց հաջողություններ արձանագրել։ Ինչու մնում է նրան, որ ես տեսա, որ քաղաքացիներ կային, որոնք եւ քահանաներին էին ասում եւ падգամավորներին ամոթանք էին տալիս նրանց։ Այդ մարդիկ խայտարակվել են, այդ մարդիկ ոչ թե անհարմար դրության մեջ են, այլ սա իրապես ասենք դա բայց նրանց չի կանգնեցնում։ Դուք որքան էլ ասեք գլխիկոր գնացին եւ այլն, իրենք գնում են, հասնում են նրան, որ կաթողիկոսի անունը զեղչեն։ Հիմա իրենք ազատ անկման մեջ են։ Հիմա ինչքան հնարավոր է իրենք այդ անկման մեջ են լինելու։ Արդյոք հնարավոր է, որ ուժային կառույցների միջոցով ոստիկանություն, ԱԱԾ, տարբեր ստորաբաժանումներ օկուպացնեն ուրեմն Մայրաթոռը, կարող են օկուպացնել, կարող են ուժայիններով, զենքով, դիմակավորված անձանցով, հատուկ ծառայություններով, ես չգիտեմ էլի, այդ մասկաներով, բանով կարող են, զենք ու զրահով կարող են, բայց արդյոք դա հերթական խայտարակությունն ու հերթական, այսպես ասած, ամբողջ աշխարհով խայտարակ լինելը չէ։ Եթե իրենք տենց են հասկանում պատարակի խորհուրդը, ես չգիտեմ էլի, ես դա ինձ համար ոչ թե անընդունելի, քստմնելի մի երևույթ է, որ ես նաև իմ տարբեր միջազգային գործընկերների հետ եմ խոսում, այդ մարդիկ ապշած են։ Այդ մարդիկ ապշած են, մի դրվագ, երկու դրվագ, 3, 4, 5, 10, արդեն ինչ որ միտեղ նաև այն մարդիկ, որոնք որ նաև որոշակի կաշկանդվածություն ունեն արտահայտվելու, ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ միջազգային կառույցներն ու կազմակերպություններն էլ սկսելու արդեն հայտարարություններ տարածելը, որովհետև այլևս իրենք չեն կարող
իրենց համոզել, որ սա մի դրվագ է, երկու դրվագ է։ Արդեն բոլորին պարզա, որ սա արշավ է, եւ ես ուզում եմ նաեւ ուրախությամբ եւ գոհունակությամբ նշել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 4 նվիրապետական աթոռները իրենց աջակցությունն իրենց սատարումն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, այսինքն աշխարհասփյուր հայությունը իր հոգևոր առաջնորդներով միաբանա եւ սա կրկնում եմ շատ կարեւոր է որ հասկանան որ մի քանի տիրադավներով որոնք որ նաեւ ենթադրում են որ կոմպրոմատների արդյունքում են դա արել այդ թվում նաեւ ես կարծում եմ որ դա հետևանքներ էլ ունենալու նույն նաեւ Արցախի թեմի ուրեմն տիրադավ Սրբազանի այդ հայտարարություններից հետո նաև իրենց տարբեր արցախցիների հայտարարությունները եկեղեցական խորհրդի հայտարարությունները փաստում են նրա մասին որ այն մարդիկ էլ որ սխալ ուղով են գնացել հիմա շատ այսպես ասած ոչ երանելի եւ ոչ հաճելի կարգավիճակում են հայտնվել այդ մարդիկ Եվ գալով նաև ձեր երկրորդ հարցին, թե մենք հավատավոր, իրապես հավատավոր մարդիկ, մենք պիտի կարողանանք պաշտպանել, սատար կանգնել եւ մեր ամբողջ հնարավորություններով եւ այն մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում ամեն նման պահերին կանգնել են եկեղեցու կողքը, մենք էլ պատրաստ ենք մեր պատրաստականությունը հայտնել ենք պաշտպանելու մեր Տիրոջ տունը վեհափառ Տիրոջը, մեր եկեղեցիները, մեր արժեքները։ Դե այդ ամենը գետնի վրա պետք է գետնի վրա, խոսքը հենց գետնի վրա։ Ինչու՞ չկա դա։ Դուք ասում եք դուք միշտ պատրաստական եք այդ գործողություններում, միշտ ոչ թե ես ասում եմ, այլ դրա փաստերը կա, ես նենց չի որ։ Բայց ձեր գործընկերները տեսնում եք, որ հարցազրույցներով, ստատուսներով սահմանափակվում են։ Չենք տեսնում, որ շարժում ձևավորվի, աջակցություն լինի եւ այս ամենը նաեւ հնարավորություն է տալիս Փաշինյանին ասելու, որ սա միայն ընդդիմության օրակարգն է, ժողովուրդը հաշտ է մեր օրակարգի հետ եւ որևէ ընդվզում չկա։ Ես համոզված եմ, որ հենց որ պահը գա, բոլորը համախմբվելու են անկախ իրենց հայացքներից, անկախ Միգուցե որ պահը գա արդեն ուշ լինի։ Չէ, այդ պատրաստականությունը Օրինակ պետք է գնան վեհապարեն ուզենան հերանեць զորով հեռացնեն, որ այդ ժամանակ ինչ-որ գնալ եւ Մայրաթորում օրինակ կանգնելը քիչ արդյունավետ է, որովհետեւ այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, բայց դե այս պահին չէ, բայց օրինակ Միքայել Սրբազանի դատավարության ժամանակ Աշակ Սրբազանի հետ այն ինչ որ տեղի ունեցավ, այդ ժամանակ նույնիսկ փաստաբաններն էին ահազանգում, ասում են ինչու չեք գալիս, չեք աջակցում, ինչու չեք կազմակերպում այս ամեն ինչը եւ չէր երևում։ Մի քանի հոգի, որոնք մշտապես գնում են, այդ թվում նաեւ ձեր խմբակցությունից, դատական լիստեր միշտ իրանք էին լինում, 3-4 հոգի։ Արդյոք պետքա որ մեր լայն հասարակությունը քաղաքական գործիչները շատ ավելի նախաձեռնող լինեն եւ գետնի վրա իրենց մասնակցությունը ապահովեն։ Ես դրա այդ հարցի հետ կապված ես այդ համամիտ եմ։ Մարդիկ կան նաեւ ընդդիմադիր դաշտում, մարդիկ կան, որոնք որ пассивություն են դրսևորում։ Ինձ համար դա անթույլատրելի է։ Այդ пассивությունը դա ինչ որ միտեղ նաև ջուր ալեցնում Նիկոլ Փաշինյան ջրաղացին։ Էլ ավելի ակտիվություն պետք է լինի, մարդիկ պետք է իմանան, որ այս պայքարը ոչ միայն առանձին վերցրած հոգևորականների համար է, այլ մեր եկեղեցու մեր ինքնությունը պահելու համար է եւ մարդիկ պետք է ավելի շատ իրենց նեղություն տան։ Դրա հետ ես համաձայն եմ ձեզ հետ եւ այն մարդիկ, որոնք որ կրկնում եմ, пассивություն են դրսևորում, այդ մարդիկ պետք է վերջո հասկանան, որ իրենք քաղաքական գործիչներ են, իրենք մենակ ստատուսներով չի այդ ամեն ինչի, ես բազմիցս նաև ձեր տաղավարներում եմ ասել, որ պետք չի մենակ ստատուսով սահմանափակվել։ Եթե դուք ընդհանրապես նստում եք եւ ինչ որ գրառում եք կատարում, դա չի նշանակում, որ դուք ձեր պարտականությունները կատարում եք։ Գետնի վրա յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուր հավատացյալ մարդ, այդ թվում նաև մարդիկ, որոնք որ пассив են այդ հարցերում, այդ մարդիկ էլ իրենց մասնակցությունը պետք է բերեն։ Այդ մարդիկ էլ պետք է իրենց մասնակցությունը բերեն։ Դուք բացատրություն ունեք, ինչու են նրանք բավարարվում իրենց ստատուսներով։ Ես իմ բացատրությունը հետևյալ շատ ժամանակ մարդիկ կան, որոնք որ իրենց շատ նեղություն տալու, չգիտեմ, էլի պատեհությունը չեն տեսնում։ Մարդիկ կա, իրենք համարում են, որ շատ իրենց գործը համարում են ավարտված, եթե այդ գրառումները կատարել են, բայց շատ կարևոր է գետնի վրա իրենց մասնակցությունը, յուրաքանչյուր հայ մարդու մասնակցությունը, մշակութային գործիչ կլինի, քաղաքական գործիչ կլինի, չգիտեմ, հասարակ մարդ կլինի, որ չգիտեմ
ինքը անտարբեր չէ ամեն ինչին պիտի գնա եւ իր ներկայությունը ապահովի։ Նաեւ սրան աչալուրջ հետևում է նաեւ իշխանական տարբեր թևեր եւ սա կարեւոր է, որպեսզի մենք միայն մեր միասնականությունը դրսեւորենք։ Դուք ասում եք, որ Փաշինյանը կոմպրոմատներ է ունեցել 10 եպիսկոպոսների վրա, ինքը այլ բան է ասում է կոմպրոմատներ կա Վեհափարի եւ մյուս եպիսկոպոսների վրա եւ դրանք դրսից են այդ կոմպրոմատները եւ քանի որ նրանք ճիշտ կյանքով չեն ապրել, այդ կոմպրոմատները արտերկրի ծառայությունները օգտագործում են մեր դեմ։ Չի բացում փակագծեր, ինչ նկատի ունի, ինչի մասին է խոսքը, բայց իր մեկնաբանությունը դա է, որ բարեվարկություն պետք է անցնեն եւ այս ամեն ինչը նույնիսկ նա համարում է ազգային անվտանգության խնդիր։ Տեսեք, հիմա ես ձեզ փաստերով ասում։ Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր թերթի համարներում ինչ էր գրում։ Կարծեմ հայկական ժամանակի օֆիսը ասեմ, չգիտեմ իրենց այդ բանը ասեմ, Կճոյանի մասով էր գրում։ Մոտա, չէ՞։ Կճոյանի մոտա, չէ՞։ Ինչ էր գրում այդ ժամանակ, հիշեք ինչ էր գրում։ Զենքեր, չգիտեմ, էսեր, օֆշորներ եւ այլն մեկ մյուս։ Հիմա իր ամենամերձ անձը դարել է այդ անձնավորությունը։ Սրբազան հայրեր, այդպես է դիմում նրանց։ Ազգային ժողովում էլ էր ասում։ Բենթլի Սամոյը հիմա դիմում է սրբազան հայրեր։ Այո։ Սա երեսպաշտության մաստեր կլաս չի։ Էլ, չգիտեմ, էլ կեղծիքը, սուտը, երեսանիությունը ամեն վարքյան իր կարծիք փոխել էլ ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում։ Բա ինքը այդ ո՞նց է պահում, ո՞նց եղավ, որ մի քանի շաբաթ առաջ ուրիշ բան եք ասում, հիմա ուրիշ բան եք ասում։ Ո՞նց եղավ։ Հիմա դարավ պատվելի, եսիմինչ գնում եք դարել են բանը, Բրեժնևը իրար հետ այնց ջերմ հարաբերությունների մեջ են։ Ասենք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես մոռանում եմ տարբեր պատմություններ, ես պատրաստ եմ այդ ամեն ինչը մոռանալ, եթե դուք իմ ձեռքին դառնաք գործիք, նույնը նաև մնացածին է վերաբերվում։ Եվ այս մարդկանց միջոցով Նիկոլ Առաքյալը ուզում է բարեփոխումներ իրականացնի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Այսինքն այս մարդկանցով այլ այդ բարեփոխումները պատկերացնում։ Դուք տեսեք ովքեր են նստած եւ ովքեր են այդ բարեփոխողները, եկեղեցին բարեփոխողները։ Աստված մի արած է, որ այդ կազմով եւ դրա գլխավորությամբ ինչ որ այդ մարդիկ հնարավորություն ֆինանսների թափանցիկություն պետք է լինի, որ մենք իմանանք, մենք միջև հիմա չենք իմացել, թե այդ գումարները եկեղեցի որտեղից են մոտ գործում։ Հիմա Իտալիայի վարչապետը Հռոմի Պապին հարց է տալիս, օրինակ իրենց միջոցների կամ իրենց ներքին գործերի, կա տենց բան։ Հարց են տալիս։ Այսինքն ընդհանուր ուզում է ամբողջապես վերահսկողություն ունենա եկեղեցու վրա։ Հա բայց համադրությամբ եկեղեցին պետությունը անջատ է։ Իրանք չունի ներքին գործերին մասնակցի։ Դե փաստորեն դա իրեն չի կանգնել։ Դա օրենքի խախտում է, դա քրեորեն պատժելի արարք է։ Քրեորեն պատժելի արարք է։ Եվ այս ամեն ինչի շարունակությունը բերելու է նրան կրկնում են, որ ամբողջ աշխարհում մենք խայտարակ ենք լինելու։ Արդեն խայտարակ ենք լինում։ Զայից առաջ այս մարդը իր բարեմասնություններն է ցույց տալիս, հիմա էսի ինչ անում։ Ցույց չի տվել, ասել է կարող է ցույց տալ, եթե ցանկանա։ Որ մի քիչ շարունակվի, կարող է այդ ամեն ինչը իրականություն դառնա, ասենք ինքը այնքան հիվանդ երևակայություն ունի այս մարդը, որ ամեն օր մի նոր մի հիմարություն է ասում, որ նախորդ հիմարությունը կարողանա ծածկի։ Միջազգային մամուլի գլխագրերում ինքն էր ներկայացված, ամբողջ աշխարհը զարմացել էր։ Խայտարակ անում այս մարդը, ամեն օր մեզ խայտարակ անում։ Էսա մեզ Դե ասում մեղադրում եք, որ ես թլպատված եմ, ես էլ ասում կարող են գան, ես ցույց տամ, որ թլպատված չեմ։ Հիմա դե ես չգիտեմ, էլի ես տենց որ ծանոթ հոգեբուժ ունենայի, մի հատ հաստատ իրեն հարց կտայի այս մարդու առողջական վիճակի հետ կապված։ Դա աննորմալ է, դա նորմալ չի։ Դա նորմալ չի։ Տենց է խոսում հաջորդ անգամ էլ ասում է ես արդեն մենք վերափոխվում ենք, այլևս մենք հայհոյանք չենք օգտագործելու եւ անցնում է մի քանի ժամ, այդ մարդը նորից էլի նույն ձևով, նույն բովանդակությամբ գրեթե տեքստեր է հրապարակում
Եվ ասում չգիտեմ, այնքան հակասական է, այս Դուք ասում եք, որ բռնաճնշումներ են երկրում, Փաշինյանը Գերմանիայում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասում է, եթե բռնաճնշումներ են, ինչպես է լինում, որ մի խումբ մարդիկ հավաքվել են եւ ասում են Արցախի հարցը փակված չէ։ Նկատի ունի երեկվա լսումները Արցախի խորհրդանի կողմից նախաձեռնված։ Ինչ պետք է անել։ Ասում է, երբ որ դուք ասում եք Արցախի հարցը փակված չէ, սա նշանակում է, որ նոր պատերազմ, նոր առհավիրք է լինելու։ Բայց մենք ասում ենք Արցախի հարցը փակված չէ եւ դրա իրավունք ունենք ասել, որովհետեւ Արցախի հարցը Դե ասում է դա պատերազմի վտանգ է առաջացնում։ Արցախը ինչ է տեղի ունեցել Արցախում։ Էթնիկ զտում, ցեղասպանություն, բռնի տեղահանում, ճիշտ է։ Հիմա փակված է Արցախի հարցը։ Վերջ էլ բռնի տեղահանում չի եղել, էթնիկ զտում չի եղել, այդ մարդկանց իրանց տներից չեն հանել, այդ եկեղեցիները մեր սրբավայրերը այդ մարդիկ չեն ավիրում, կիրթ ու կառուցողական իր Ալիևը շատ լավ է իրան դրսևորում, Բաքվում մեր ռազմաքաղաքական ղեկավարություն եւ մնացած պատանդառնված անձանց վիճակը լավ է, այդ մարդիկ էսա վաղը մյուս օր ազատության մեջ կլինեն, հա։ Բայց այդ հարցը լուծվել է ուժով եւ ցեղասպանության միջոցով։ Այդ մարդիկ վերադարձի իրավունք ունեն, թե չունեն։ Այդ ինքն այդ 19 թվականի փաստաթուղթը սուտ է խոսել, խաբել է, պահել այդ փաստաթուղթը, որևէ մի առաջարկ չի ներկայացրել, անգամ այդ առաջարկին պատասխան չի տվել, իդեպ շատ նորմալ առաջարկ է եղել։ Եվ այս ճնշումը եթե չլներ, ինքը այդ թուղթը չէր հրապարակելու։ Հիմա այդ ամեն ինչ արել է, պատերազմը բերել է, այդքան զոհեր, այդքան արհավիրքներ, այդքան այդ ամեն ինչ տարածքային կորուստներ, հիմա էլ ասում է, ինչի համար եք, ասում է, արցախցիները ինչ պետք է անեն, ինչ հարց պետք է։ Ասում եմ մենք այդ հարցը փակենք, ու իրենք էլ Արևմտյան Ադրբեջանի հարցը փակեն։ Ինչ փակեն, ասենք Արևմտյան Ադրբեջանը, այդ խոսույթը դա աբսուրդ է։ Դե ինքն էլ ասեց, դա աբսուրդ է։ Չկա Արևմտյան Ադրբեջան, չկա Արևմտյան Ադրբեջան։ Դա այդ թեզը գցել են նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը գա այստեղ ասի, գիտեք ինչ կա, Արևմտյան Ադրբեջան, եթե չեք ուզում խոսակ, դուք էլ Արցախի մասին մոռացեք։ Մոռացել է ինքը, որ Շուշի հադրուտ դեօկուպացիայով գնացել է եւ խաբել է ժողովրդին քվե վերցրել։ Շուշի հադրուտ դեօկուպացիա, անջատում հանուն փրկության։ Այս մարդու հլա այդ ես ասում եմ 21 թվականից հետո, չեմ ասում 21 թվականից առաջ, ասում եմ 21 թվականից հետո, այս մարդն է այդ բանը ասել։ Սա ցույց է տալիս, որ այս մարդը ստախոս է, խաբեփայ է։ Համաշխարհային մասշտաբի խաբեփայ է այս մարդը։ Հիմա արցախցիները իրավունք ունեն վերադարձի, այդ վերադարձի իրավունքը ոչ մեկ իրենցից չի վերցրել։ Դու ես փակել Արցախի էջը, դու ինքդ ես փակել Արցախի էջը։ Դու ես քանդել, դու ես բանակցությունները ձախողել տարել։ Հիմա էլ եկել ես ինչեր ես խոսում, բայց մարդիկ իրենց տուն պիտի վերադառնան, թե չէ։ Իրանց սրբավայրերը պիտի վերադառնան, թե չէ։ Այդ մարդիկ գերեզմաններ ունեն, ինչ անեն։ Բան անեն, մոռանան այդ գերեզմանները։ Հազարամյակներով մարդիկ ապրել են այդտեղ։ Եկել են այդ մարդկանց սպանել են, մորթել են, այդ մարդկանց 2 տարի առաջ իրաց տնից քշել են։ Ինչ անեն այդ մարդիկ։ Հիմա գալիս է մունա, թե՞ գալիս այդ մարդկանց վրա։ Տնավեր է սարքել, արցախցիները հիմա մեքենայի մեջ են քնում։ Այդ օգնությունները ես կտրել այդ մարդկանցից։ Այդ մարդկանց ուզում ես դարձնես այդ քո ասած ժամանակին, որ ասում ես դերձորի ճամփորդ, սարքել ես արդեն մի անգամ այդ մարդկանց դերձորի ճամփորդ ես սարքել, հիմա էլ այդ մարդկանց նեցանում ես, որ Հայաստանից արտագաղթեն գնան։ Քուսիրելի ադրբեջանցիները գան ստեղ մնան։ Այդ որ ասում եք 300,000 ադրբեջանցի կա, որ պետք է բան անի, գա ստեղ բան, դե գնան կարևտուր կանենք, ասում են, ինչ կա, դե ասում են, դե գնան կարևտուր անենք, բան անենք։ Վաղը մյուս օր չեմ զարմանա, որ այդ ադրբեջանցիներին բերից թե եթե վերընտրվի հաստատ բերելու աստեղ բնակեցնի։ Բնակեցնի քիչ չեմ եթե քվոտակ կտա падգամավորների, չէ, ադրբեջանցիների, դե կասի ազգային փոքրամասնություն են, քվոտա չունենան։ Այդ ոնց է այն մնացած ազգային փոքրամասնությունները կունենան, ադրբեջանցիները չեն ունենա։ Դե ինչ ադրբեջանցիները թող գան կասի մնան, էլի ինչ են խանգարում։ Դրա համար էլ ասում եմ պետք է փակենք։ Բարիդրացիական հարաբերություն ունենանք, այդ պանթուրքական ճանապարհին ասում եմ, մենք ասում եմ, դե պիտի ասում եմ բանը լենք, էլի ասում եմ, սենց ամբողջ Հայաստանը պիտի այդ պանթուրքանիզմի ճանապարհին ասում եմ, սենց բանը լինի, պրախադնոյ դվորը լինի, էլի, հա։ Հետ այդ մարդու, այս մարդու պատկերացումները հետ է։ Այս մարդու պատկերացումները հետ է։ Դե ասում եմ, թե խաղաղություն ենք հաստատում, դա պետք է ունենա իր հետևանքները հաստատվեց։ Այն ID քարտերը, որ բաժանում են եւ ֆինանսավորում են Ադրբեջանի կողմից։ Մի քանի օր առաջ իր սիրելի կիրթ ու կառուցողական Ալիևը հայ սպայն Գուրգեն Մարգարյանին սպանողին գնդապետի կոչում ա տվել։ Գնդապետի կոչում ա տվել։ Այդ է իրաց բարիդրացիական հարաբերությունները։
Ռամիլ Սաֆարովներին բերել ստե բնակեցնելով այրանց բարիդրացիական հարաբերությունները։ Գաղաղուհացով դիմավորեն։ Ախր մարդ պետք է ինքնասիրություն ունենա, թասիբ նամուս ունենա։ Այս մարդ կանց դա այդ ամեն ինչը զուր կա, չկա տենց բան։ Չկա տենց բան։ Մակ իրաց դպրոցներում բեմադրում են հայ տղային ոնց են գերի վերցնում եւ բան անում, այդ մարդկանց նվաստացնում։ Այդ տեսանյութերը չի նայ։ Այդ խոսույթը չի նայ, որ իր Կիրթ ու կառուցողական Ալիևը ամեն անգամ խոսում ասում է Գյոքչան մերն է, ես չգիտեմ Էրիվանն է, իր սիրելի Փաշիզադեն ասում է պիտի միջետներ սարքենք Երևանում։ Նույն եկեղեցու դեմ արշավին սկսեց Փաշիզադեի խոսքերից, բա մեր ազգը մոռանում է այդ ամեն ինչը։ Չի տենում ինչա կատարվում։ Սրանց է հավատում։ Մի հատ տեսեք Ադրբեջանում ինչ ուրախություն, ինչ ցնծություն է։ Ամեն օր խայտարակ ենք լինում մենք։ Բացեք ադրբեջանական մամուլը։ Ասում եմ մեր սիրելի Փաշինյանը տեսեք ինչ անում Հայաստան։ Այդ ազգայնական որջերը որ կա քանդում է։ Եկեղեցի ազգային բարերարներ, հայտնի քաղաքական գործիչներ, որդեկորույս ծնողներ հերոսացին, Բաստաշյան սպաներ, այս մարդիկ ուրախանում են, ցնծում են ամբողջ Ադրբեջանի հասարակությունը, հանրությունը ցնծում է սրա արած գործերից։ Մի հատ փոխանակ ասեն մեր հասարակությունը, մեր հանրությունը տիսան մի բան ունի ասելու։ Դու պետք է օր առաջ հեռանաս, որովհետև ամբողջ աշխարհում ես խայտարակ ես արել, քիչ չէ, դարավոր երազանքը Ադրբեջանի Թուրքիայի իրականություն ես դարձնում։ Ասում են ընդդիմությունը գանձ է մեր։ Ինքը բան է, Ալիևի Էրդողանի գանձն է այստեղ։ Ես տարիներ առաջ եմ ասել։ Եվ իրենք սրանով շատ ուրախ են ադրբեջանցիները։ Շատ ուրախ եւ երջանիկ են։ Հա իրանք կուզեն որ ընտրվի այս մարդը։ Խի չեն ուզի որ ընտրվի։ Ինչ է իրանց սրտի Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը Գովազ Փաշինյանին ասաց ձեզ հաջողվել է մեզ եւ ձեզ հաջողվել է ընդամենը 5 տարում խաղաղություն հաստատել։ Օրինակ Գերմանիան եւ Ֆրանսիան 13 տարում կարողացան, մենք 5 տարում կարողացանք։ 4 պատերազմ բերող մարդը խաղաղություն է հաստատել։ Տալով, զիջելով, այս ընթացքում էլ անդադ զիջումների շղթա է։ Չի կարող ասի մի բան, որ Հայաստանը ձեռք է բերել, բացի զիջելուց։ Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում է, սպասում է նաև նոր զիջումներ, Միսկի խումբը լուծարել է, հրաժարվել է ամեն ինչից, Արցախից հրաժարվել է, ինչ է ստացել Հայաստանը։ Կարա ասեն։ Խոսենք նաև Բա պիտի ուրախ լինի Ադրբեջանի դեսպանը։ Ուրախ որ նա երջանիկ է։ Չեք տեսնում, չի թաքցնում իր երջանկությունը։ Հիմա հայ ժողովուրդը նվաստացած վիճակի մեջ է, նրանք է ցնծության մեջ են, բա պիտի ուրախանա, բա ինչ է։ Ինքն էլ ուրախանում է, որ Ադրբեջանի դեսպանը ուրախ է։ Ինքը ուրախ է, ասում է, ինչ լավ է, որ ուրախ է։ Իսկ ինչի վրա ես ուրախանում։ Էնի ու պատճառ ունի ուրախանալու։ Ինչ ունի ուրախանալու։ Խոսենք կարճ նաև սոցիալական խնդիրների հետ կապված, Փաշինյանը ասում է հիմա մարդկանց վիճակն ավելի լավ է, նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին գնում են Հռոմ, կոֆե են խմում, հետ են գալիս, 18 թվականի համեմատ 500%, 400% ասում է զբոսաշրջիկներ են գնում Եվրամիություն, ինչի արդյոք այսքան լավ վիճակ է մեզ մոտ։ Այդ ժողովուրդը ինքը ի նկատի ունի ԿՊ-ն եւ ԿՊ-ամերձ շրջանակները։ Թող մի հատ դուրս գա փողոց, տեսնի այն տատիկ պապիկներին, որ ասենց կոպեկ լումա իրա վրա են դնում, որ ասենք խոսքի օրինակ հաց առնեն։ Թող իշնի խանութները մի հատ այդ գներին նայի, տեսնի հլա այդ մարդիկ այդ հնարավորություն ունեն այդ խանութներից օգտվելու։ Մի հատ թող այդ կոմունալ վարձերի մի հատ նայի, իր տված աշխատավարձները նայի, իր տված թոշակները նայի եւ այդ մարդկանց ամսվա վերջում այդ հաշիվները նայի։ Մարդիկ չեն կարողանում լույսն ու գազը միացնեն։ Մարդիկ այդ ցրտից մահանում են։ Ես դեպքեր գիտեմ, ինձ ասում են, էլի։ Դեպքեր գիտեմ, որ ցրտահարությունից մարդը տունը մահացել է, թոշակառուն, որ չի կարեցել կոմունալի վճարը տա։ Հիմա էլ ասում է 40,000 դրամ է, ասում է, որ մի քիչ ավելացնեմ, ասում է, մի քանի հազար դրամով։ Ինչ եք անելու։ Կարակ դուք այդքան փողը ծախսեք։ Չեք կարող, թոշակառունն ասում է, չեք կարող այդ փողը ծախսեք, ժողովուրդ։
Չեք կարող, ես եթե 5000 դրամ ավելացնեմ, դուք կմոլորվեք։ Չեք իմանա այդ փողերը ոնց ծախսեք, ասում եմ։ Չեք կարող ասում։ Ասում է առաջ ավիատոմսերի մոնոպոլիա էր, իսկ հիմա կարողանում է 35 եվրոյով գնալ Եվրոպա։ Շաբաթ կիրակի օրերին դուք գնում եք օրինակ Եվրոպա, սուրճ խմում, վերադառնում։ Կամ ձեր շրջապատում կան այդպիսի մարդիկ շատ են։ Ես նման մարդ իմ շրջապատում չգիտեմ։ Իմ շրջապատում ես ամեն օր շրջում եմ Հայաստանի Հանրապետության տարբեր տեղերում, ուրեմն լինում եմ եւ Երևանում եւ մարզերում, ես տեսնում եմ, այսպես ասած, ժամանակին կար, չէ՞, Նիսիայի տետրեր այդ Վերասիայի բանի հետ, հա, էլի, պարտքացուցակներ։ Երևան քաղաքում խանութներում արդեն այդ պարտքացուցակներն էր։ Մի քանի օր առաջ մի խանութում էի, ի զարմանս ինձ բացեց այդ խանութի ուրեմն մենեջերը, ասեց մի հատ խնդրում եմ նայեք, էլի, ասում էր այս շենքի մեծ մասը այստեղ այս Երևանում դա ոչ թե մարզերում։ Երևան քաղաքում։ Սա է իր բերած բանը։ Այդ ասում ես որ կյանքը լավացել է։ Այդ ծայրահեղ աղքատն ու աղքատը հիմա վիճակագրական թվերը կա։ Ինչի չի իջել աղքատության մակարդակը, ծայրահեղ աղքատության մակարդակը ինչի չի իջել։ Չեն կարող այս հարցերի պատասխան տան, որովհետև այդ բարեկեցությունը անդրադարձել է միայն իրանց վրա։ Իրանք իրապես այդ բարեկեցությունը երևում է։ Մի հատ նայեք 18 թվականից առաջ մարդկանց վիճակը ապառիկով փոշեկուլ եւ հերոստացույց էին առնում մարդիկ եւ հիմա այդ մարդկանց վիճակը այ որ համեմատեք կերևա եւ նաեւ այն բոլոր կոռուպցիոն դրսեւորումներն ու սկանդալները որ ամեն օր սպրտվում է եւ ամեն օր մենք տեսնում ենք թե ինչ ունեցվածք ունեն եւ ինչ նոր level-ի են եկել հասել այդ մարդիկ դի ասում ինչ անենք ասում մենք ասում ու ասում բան չենք ասում այդ մի 100,000 $-ն ինչ ասում որ մենք չունենանք դե նորմալ է էլի երևի հա Շնորհակալ եմ զրույցի համար Շնորհակալ Զրուցակիցս ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր շարունակեք մեզ հետևել կհանդիպենք